Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում Նոյան Տապանի հետաքրքիր զրուցակից հաղորդաշարի հերթական հաղորդումն է եւ ես այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել Սամվել Առաքելյանին, գրքերի հեղինակ Լոս Անջելեսից։ Ինչպես դուք տեսնում եք, սեղանին դրված է երկու հաստափոր հատոր եւ մի բրոշյուր։ Հիմա փորձում է հիմա տպարանում է գտնվում երրորդ գիրքը, երրորդ հատորյակը, երրորդ գիրքը, ավելի ճիշտ ասենք, որովհետև ձեր այստեղ գտնվող գրքերը նախաբանն է եւ առաջի հատորը, ուստի իմ առաջին հարցը ձեզ, պարոն Առաքելյան, ինչ է ձեզ ստիպեց զբաղվել ես թարգմանություններով կամ կազմելով ես գրքերը, նաև ասեմ, որ գիրքը գրվում է չափածո, որը որ էլ ավելի է բարդացնում այդ թարգմանական գործը։ Ինչու սկսեցիք գրել այս գրքերը, որոնք կոչվում են շատ բազմախոսուն մատյան երանության անվանմամբ, որը որ երևի հայերի մոտ անմիջապես ասոցացվում է նաև մատյան ողբերգության նարեկացու հանճարեղ գործի հետ։ Ինչու մատյան երանության, համեցեք։ Հենց այդ պատճառով ողջույն բոլորին, շատ ուրախ եմ ներկա գտնվել ձեր տարածքում, ձեր Տապանում։ Այո, մատյան երանության հենց իդեմս մատյան ողբերգության։ Ամեն ինչ սկսվեց իմ համար շատ ծանր ժամանակաշրջանում, երբ որ նոր էի տեղափոխվել Ամերիկա, նոր էի կտրվում եմ անցյալից, որը շատ դժվար էր, մտել էի տաքսու աշխատանքի, քանի որ ես հումանիտար կրթություն ունեմ, առանձնապես ինչ-որ գիտական ասպարեզ չէի կարող մտնել, ու այդ ժամանակ ձեռքս ընկավ մի գիրք, որը ընթերցելով ես հասկացա, որ կա մեծ անհրաժեշտություն, որպեսզի այս գիրքը լինի հայերեն։ Գիրքը ամերիկացի հեղինակ Նիլ Դոնալդ Ուոլշի «Զրույց Աստծո հետ» գրքերն են։ Դա, ինչպես ասեմ, ոչ թե փոխակերպեց իմ կյանքը, այլ ամեն բոլոր հարցերի պատասխանը տվեց, ամեն ինչ դասակարգեց դրեց իրենց դարակների վրա, ու ես որոշեցի զբաղվել դրանով։ Սկզբում շատ դժվար էր ընթանում ամեն ինչ, ավելին ասեմ, դա տևեց մոտավորապես 7 տարի, այդ սկզբնական ընթացքը։ Սկզբում թողեցի տաքսին, որոշեցի գտնել ուրիշ աշխատանք, մի քանի գործեր սովորեցի, մի քանի դիպլոմներ վերցրեցի, տարբեր մասնագիտությունների 3 թե 4, հիմա չեմ էլ հիշում, եւ 7 տարի անց վերադարձա տաքսի եւ հաճախորդներից ազատ ժամանակ սկսեցի թարգմանել այդ գիրքը։ Բայց ինչպես դա տեղի ունեցավ եւ ընթացք ստացավ, մի օր ընկերներիս հետ, իրենցից մեկի տանը հավաքված, խոսում էինք հոգևորից, ու ընկերներիցս մեկը ասաց, որ քրիստոնեությունը ամենամռայլ կրոնն է։ Ես ասացի այդ ժամանակ, ուրեմն մեր հայ քրիստոնեությունը ամենամռայլ քրիստոնեությունն է, հարցրեցին ինչու, ես ասացի, օրինակ վերցնենք մեր նարեկացու սքանչելի գիրքը, մատյան ողբերգության գիրքը, չէ որ այդ զրույցը յուրովի զրույց է Աստծո հետ։ Չէ որ ինքը ամեն գլուխ անվանել է սրտի, իխորոց սրտի խոսք Աստծո հետ, Իհարկե զրույց է, բայց ինչու այդ զրույցը կոչվել ողբերգություն։ Ինչ էլ լինի այդ գրքի մեջ, ինչքան գեղեցիկ էլ այն լինի, իմ էությունը չէր կարողանում ընկալել, ընդունել, որ զրույցը Աստծո հետ կարող է լինել ողբերգություն։ Եվ այդ ժամանակ ոնց որ ասես լույս վառեց գլխումս, ու ես ասացի ընկերներիս, տղերք ասացի, ես հասկացա, թե ինչ պետք է անեմ, բացի այն, որ ես այս զրույց Աստծո հետ գիրքը թարգմանում եմ հայերեն, ես պետք է դա փոխակերպեմ չափածոյի, ի վերջո դա փիլիսոփայական գիրք է, փիլիսոփայությունը հոգևորի հետ կապ չունի, կրոնի հետ կապ չունի, եւ այդ գիրքը ես անվանում եմ մատյան երանության, իդեմս մատյան ողբերգություն, որովհետեւ Աստծո հետ զրույցը ինձ համար երանություն է, այլ ոչ ողբերգություն։ Եվ ամեն ինչ, երբ որ ես ընդունեցի այդ որոշումը, ամեն ինչ գնաց, ինչպես ոնց որ ասում, հալած յուղի պես սկսեց տեղի ունենալ։ Բացի այն, որ թարգմանությունը շատ արագ ընթացավ, ու նաև չափածոյի փոխակերպերն էլ ես էջեր
լրացնում է ուղղակի առանց որևէ սխալների, առանց որևէ շատ արագ դա տեղի ունեցավ։ Ու երբ որ ավարտեցի դա շատ արագ, մի քանի ամսում այդ առաջի գիրքը ես հասցրեցի ավարտին, միտք հղացա գրել մի փոքրիկ նախաբան։ Եվ այդ նախաբանը դարձավ մի ամբողջ, կարելի ասել վիպակ, որովհետև տպագրական մոտ 140-150 էջ է երևի, ինչը արդեն ստիպված է առանցին գրքով հրատարակել։ Այս առաջին գիրքը հենց այդ նախաբանն է, հա, որան գրած է հենց նախաբան, բայց այստեղ, քանի որ ինքը փոքր էր, այստեղ ես տեղադրեցի նաև մի քանի պատմվածքներ, իմ գրած արդեն իմ ստեղծագործությունները նույնպես, եւ պոեզիա, վերջանում է պոեզիայի բաժնով։ Սա նախաբանն է։ Առաջին հատորը եւ այդպես շարունակ։ Սա Մատյան Երանության գրքի մասին, որը իրոք մեծ փոփոխություն է։ Առաջին հատորն էլ ցույց տվեք հեռուստադիտողներին։ Okay. Սա էլ առաջին հատորը եւ շուտով արդեն մենք կունենանք երկրորդ հատորը եւ հնարավորինս կշարունակենք այդ հատորները մեկը մյուսի հետևից։ Բայց քանի հիշում եք ասացի 7 տարի ես, հա, այդ որոնումների մեջ էի, իհարկե դա հենց այնպես չանցավ, որովհետև այդ 7 տարվա ընթացքում ես արդեն մտա այս տարածք, որը հիմնականում կոչվում է New Age, բայց այդ բառը քանի որ մի տեսակ մարդկանց կոկորտին է նստած, չեն սիրում մարդիկ այդ բառը սովորաբար, ու ես էլ փոքրինչ իմ մտածելակերպն էլ փոխվեց, ու ես մի հատ բառ հորինեցի, կարելի ասել, եւ այդպես անվանում եմ իմ փիլիսոփայությունը, որով առաջնորդվում եմ, այդ բառն է նորատեսություն, ուղղակի։ Դա եկավ նրանից, որ նոր ոչինչ չկա։ Ամեն ինչ եղել է ի սկզբանե, ժամանակների սկզբից։ Այն ինչ որ մենք գյուտեր ենք անում, այն ինչի մասին մտահղանում ենք ինչ որ բաներ, այդ ամենը եղել է ժամանակների սկզբից։ Միակ նոր բանը, որ կարող է լինել, նոր հայացք արդեն եղածի վրա։ Եվ այստեղ է ծնվեց այդ միտքը նորատեսություն։ Ու այդ տարածքում, նորատեսական տարածքում, այդ 7 տարիների ընթացքում ու մինչև օրս ես սկսեցի բացահայտել ամենատարբեր խորություններ, ամենատարբեր թեմաներով, լինի դա սրբազան երկրաչափություն, լինի դա փիլիսոփայություն, լինի դա արարչական տարածք, հոգևոր տարածք, ամեն տեղ ես սկսեցի գտնել բավական հետաքրքիր, շատ հետաքրքիր ու շատ անհրաժեշտ թեմաներ, եւ այսպես շարունակ կարող ենք խոսել ամեն ինչի մասին։ Այս թեմայով կարող եք մի փոքր ներկայացնել ինչի մասին է Մատյան Երանությանը։ Իհարկե։ Մատյան Երանությանը հեղինակը գրել է իր կյանքի ամենադժվար ժամանակներում։ Իմիջիալուց այդ մասին գեղարվեստական ֆիլմ կա, բավական հետաքրքիր, կոչվում է հենց Զրույց Աստծո հետ, ամերիկյան ֆիլմ է, շատ հետաքրքիր ֆիլմ է։ Եվ երբ որ հեղինակը հասնում է, ասենք, արդեն անելանելի վիճակի, ինքը արդեն անտուն էր մնացել, ապրում էր փողոցում, հիվանդ, ավտովթարից հետո, ոբշեմ, ամենածանր պայմաններում ու իր ներսից մի պորտկում տեղի ունեցավ, հա, կուզեք այդ պահը կա, այստեղ այդ պահը կա, կուզեք ընթերցեմ, հա, որտեղ շատ հետաքրքիր պահ է։ Եվ հանկարծ այն պահին, երբ վերջացրի գրել ես դառն ու անպատասխան հարցերիցս վերջինը, այդ ժամանակ ինքը սկսում է գրել, հա, գրիչ առնա ձեռքը, որ սկսում է նամակ գրել Աստծուն։ Ցանկացա դնել ցած գրիչը ձեռքից քրտնած, ով զարմանք, ձեռքս մնաց թղթի վրա գանված։ Ու հանկարծ գրիչը ձեռքից մեջ շարժվեց։ Անտես ուժ մի ինչ որ ինձ գրել ստիպեց։ Հասկացա, որ հիմա ինչ որ բան կիմանամ, եթե չդիմադրեմ ու գրչին ձեռքս տամ։ Ու թղթին հայտնվեց։ Դու իրոք ցանկանում ես ստանալ պատասխանն այս բոլոր հարցերին, թե բողոքով այս պարզապես ցանկանում ես դուրս տալ վարկությունդ ու հանգստանալ։ Դարձեցի ես աչքերս շշմած, վախվորած,
բայց հետո հանկարծ միտքս գտա պատասխան, գրեցի թղթի վրա, երկուսն էլ անկասկած, բարկությունս եմ թողնում, բայց եթե ինչ-որ հարց իմ տված հարցերից կունենա պատասխան, ինչ մեղքս թաքցնեմ, թող նույնիսկ սատանան լինի այդ իմաստունը, ես համաձայն եմ, տուր ինձ պատասխան, տուր ինձ, խնդրում եմ, խոսք չունեմ, վատ միտք չէ, ու շատ լավ է Աստված, որ հարցիդ պատասխանը քեզ տա սատանան, բայց գուցե դու դեմ չես, եթե ինքը Աստված գա քեզ այդ զրույցի ու տա քեզ պատասխան, գրեցի ես թղթին, ինչպես դա հասկանալ, եւ դեռևս հարցից պատասխանը չստացած, սկսվեց մի զրույց, ոչ այնքան ինձանից, ավելի շուտ Աստծոց ինձ թելադրված։ Սա մոտավորապես, հա, եւ այդպես շարունակ ամբողջ այս գրքերը, ամբողջ այս երկու հատորը, հաջորդ հատորները, որ կգան, հետագայում ամբողջը սա հարց ու պատասխան է, ամեն ինչի մասին, բացարձակապես ամեն ինչի մասին Հարց ու պատասխան, որը ստացել է այդ հեղինակը, Այո, որ դուք թարգմանել եք։ այո։ Իսկ դուք ինքներդ երբևէ առնչվել եք այդ տիպի իրավիճակի հետ։ Պատկերացրեք, որ այո, եւ հիմա այս պահին Որովհետև եթե դուք չեք առնչվել, ձեր թարգմանությունը կամ չափածոյի վերածելը, ես կարծում եմ այդ ամբողջականությունը չի ունենա արտահայտելու այդ ամբողջը, ինչ որ դուք արել եք։ հա, ստացվեց այնպես, որ տեսեք, երբ որ ես այդ միտքը հղացա, թարգմանել հայերեն ու հայ վերածել չափածոյի, ոնց ասեմ, ինձ թվում է մեր կյանքը այսպես է, մեզանից յուրաքանչյուրը գնում է իր ճանապարհով, ունի ինչ-որ նպատակ, որով հենց այդ նպատակով ընթանում է, հա, կարող է դա լինի կոնկրետ իր համար, բայց եթե այնպես է ստացվել, որ դու ընտրում ես մի բան, որը կարող է հետաքրքրել, կարող է դառնալ ճանապարհ նաև ուրիշների համար, ու տիեզերքը դա ընդունում է որպես փաստ իր համար, ինքը սկսում է առաջնորդել քեզ, սկսում է ուղղորդել, հա, այն ոնց են դահուկահետքերը, որ սարքում են, հա, որպեսզի դահուկորդը ավելի վստահորեն առաջ գնա, հա, նույն բանը ստացվում է յուրաքանչյուրի կյանքում, ով ինչ որ բան անում է, ինչ որ կարևոր բան է, հա, պատահաբար կամ ոչ պատահաբար ընտրել։ Այդպես, երբ որ սկսեց շարունակվել, հա, իմ սեփական կասկածները փարատելու համար իմ կյանքում սկսեցին տեղի ունենալ ամենատարբեր բաներ, որը սովորական լեզվով կարելի է անվանել հրաշքներ։ Այս նախաբանը հենց դրա մասին է։ Այս նախաբանը այն մասին է, լրիվ վավերագրական է, սա բացարձակապես մի խոսք հորինված չկա այստեղ։ Այն ամենը ինչ տեղի ունեցել ինձ հետ, գրված է այս գրքում, այդ 7 հետո եւս 2 տարի, 9 տարիների ընթացքում, հա, այս ամենը դրա մասին է այս գիրքը։ Դա արդեն ինձ ավելի մտցրեց այդ տարածք։ Ես համոզվեցի, որ ասեմ, վստահեցի տիեզերքին կոպիտ ասած, երբ որ ես վստահեցի արդեն, դրանից հետո, դրա հետ միասին, որովհետև սա հետո չի, հիմա էլ, հա, process-ը, որ ընթանում է, դրա հետ միասին սկսվեցին ուրիշ բաներ կատարվել։ Ինձ ստիպեցին մտնել Facebook, ստիպեցին բացել խումբ Facebook-յան, հա, դա կոչվում էր, առաջինը կոչվում էր հրեղեն հոգի, որովհետև ես թարգմանում էի այդ ժամանակ Ագնիոգայի ուսմունքի գրքերը, որ անվանեցի հրեղեն հոգու ուսմունք, հա, այդ ժամանակ, երբ որ մենք բացեցինք Zoom հարթակ, հա, ես սկսեցի նկատել մի նոր բանել, մարդիկ տալիս էին ինձ հարց, հա, որը ես ի սկզբանե կարծես թե չգիտեմ, բայց քանի հարցը կավարտվեր, ես սկսում էի պատասխանել։ Այսինքն ես սկսեցի նկատել, որ ինչ որ բան հուշում է ինձ, որ սկզբից ես այդ գիտելիքը չունեմ, բայց ինչ որ հուշում է գալիս ու ես պատասխանում եմ, հա։ Հետո ինձ առաջարկեցին արդեն ավելի վարժվել դրան, ես դասընթաց վերցրեցի։ Դա այսօր կոչվում է channeling, հա, անգլերեն բառը, քանի որ հայերեն այնքան էլ գեղեցիկ չի ստացվում, կապալիքների հետ կամ փոխանցք։ Ես որոշեցի դա անվանել հաղորդատվություն, որովհետև ամենատարբեր հեղիություններ այսօր դա շատ տարածված է ամբողջ աշխարհում, հիմա Ամերիկայում, Եվրոպայում, Ռուսաստանում նույնիսկ կան մեծ քանակությամբ այդպիսի հաղորդատվական տեղեկություններ, գերականություն եւ այլն, Հայաստանում դա շատ նոր է։ Ուզում եմ ճշտում անել, դրանք մարդիկ են, ովքեր օժտված են որոշակի հատկություններով։ Սովորաբար դրանք էություններ են, որոնց մասին մենք հաճախ գիտենք, ասենք, որպես նախկինում եղած նրանցից ոմանք նույնիսկ մարդել են եղել ժամանակին, հա, եղել են հայտնի մարդիկ, եղել են, ասենք, որպես նախկինում եղած նրանցից ոմանք նույնիսկ նրանցից ոմանք նույնիսկ մարդել են եղել ժամանակին, հա, եղել են հայտնի մարդիկ, հա, եղել են, ասենք, որպես նախկինում եղած նրանցից ոմանք նույնիսկ մարդել են եղել ժամանակին, հա, եղել են հայտնի մարդիկ,
Կան նաև էություններ, որոնք երբևէ չեն մարմնավորվել, կան այլ մոլորակային Խոսում եք նրանց մասին, ովքեր հաղորդում են։ Այո, հաղորդում։ Իսկ ընդունողների մասների։ Հա, իհարկե սովորական մարդիկ են դրանք ու այդ հաղորդատվությունը ինքը ոնց ասեմ, փաստորեն դա մեր ապագան է։ Այսօր կան նաև շատ են նրանք, ովքեր ուսուցանում են, սովորեցնում են, թե ինչպես դառնալ հաղորդատու, հա, այսինքն ինչպես բացել քո կապը։ Իմ հասկացածով դա մեր մոտիկ ապագան է։ Ոնց որ ասենք մի 20 տարի առաջ մենք չէինք 30 տարի առաջ մենք չէինք պատկերացնում, որ կարող է այդ հեռախոսը մտնել մեր կյանք, հա, որ մենք այդ հեռախոսով կարող ենք ամբողջ մոլորակի հետ անմիջական կապ հաստատել ու զրուցել, տեսակապ նույնիսկ։ Դա հիմա այս հաղորդատվական կապը կարծում եմ էլի մեր մոտիկ ապագան է, արդեն մենք կկարողանանք կապ հաստատել տիեզերքի հետ։ Սա է բանը։ Հա, եւ փաստորեն դուք ինքներդ երբեմն այդպիսի հաղորդագրություններ ընդունող եք։ Այո։ Ես դեռ սկսնակ եմ այդտեղ, հա, անմիջակ, այսինքն նրանք ովքեր կարող են հիմա, եթե ես ասենք արդեն վարպետացած լինեի, ես կասեի, խնդրեմ, եկեք սկսենք, հարցը տվեք, պատասխանեմ, հա, կասեի, ով է ցանկանում այս պահին պատասխանել, հա, որովհետև օրինակ այդ խումբը, որ կազմվել է, հիմա 10-ից ավել էություններ կան, որոնցից ես երբեմն ընդունում եմ ինչ-որ բաներ, հա, բայց դա, ասենք, իմ կամքով չի, դա, ասենք, կարող է լինի, կարող է չլինի, որովհետև ես սկսնակ եմ, հա։ Կան մարդիկ, որոնք ավելի փորձառու են եւ Հայաստանում կան այդպիսի մարդիկ։ Չգիտեմ ճիշտն ասած, ես գիտեմ մի երիտասարդ աղջիկ, որը ինձ հենց տարավ այդ տարածք, առաջարկեց մտնել այդ տարածք, ինքը սովորել էր դրան, հիմա ինքը զբաղվում է դրանով, թե ոչ չգիտեմ, ազնվորեն ասած, հիմա ես իր հետ կապ չունեմ, ինքը կարծեմ այստեղ չի, Հայաստանում չի այս պահին, ազնվորեն չգիտեմ, բայց գիտեմ, որ դա շատ ակտիվ է, հիմա որովհետև մենք տեսեք, մենք այստեղ ենք, հա, հարյուրավոր մարդիկ ամեն օր գրում են, ամեն օր մենք հանդիպում ենք ինչ-որ մեկի հետ, վերջին անցած 5 շաբթի մի հիանալի հանդիպում եղավ Կասկադի տարածքում, հիանալի ահագին մարդիկ են եկել, այսինքն այս ամեն ինչը կա արդեն։ Ես որքան գիտեմ, դուք նախատեսում եք նաև հանդիպում ավելի մեծ թվով մարդկանց հետ, այդպես է թե ոչ։ Հա, իհարկե ամսի 18-ին կլինի, բայց ես վախենում եմ, որ այսպես մենք խոսենք չտեղավորվենք այդ տարածքում։ Չգիտեմ, այո, պետք է։ Ամեն դեպս եկեք հեռուստադիտողներին ներկայացրեք, որտեղ է դա լինելու։ Հա, դա լինելու է Էրեբունի տարածքում, հա, Էրեբունի տարածքում, բայց առայժմ մենք կոնկրետ դահլիճը չգիտենք, որը պետք է լինի, փորձում ենք տեսնել ինչքան մարդ է գալուս, գալու, հիմա կոնկրետ այս պահին երևի արդեն մի 100-150 հոգի հայտարարել են այդ մասին, որ գալու են։ Իսկ ինչպես մարդիկ կարող են իմանալ եւ գալ։ Մենք ունենք Facebook-յան խումբ, որը կոչվում է Քվանտային թռիչք դեպի տուն, եւ այդ քվանտային թռիչք դեպի տուն, այո, քվանտային թռիչք դեպի տուն։ Եվ այդ էջի վրա այդ բաները մենք տեղադրում ենք այդ նյութերը։ Մենք տեղադրում ենք մեր Zoom հանդիպումների անոնսը, ամեն ուր պատետը, հա, չնայած այն բանին, որ մենք մեզանից յուրաքանչյուրը ունի իր անձնական էջերը, հա, օրինակ ես ունեմ իմ նորատեսությունը եւ անձնական էջս նույնպես, հա, առանցին խումբ եւ էջ։ Այդպես է։ Ու այս ամենը ինչ որ մենք անում ենք, այդտեղ իհարկե բոլորին, գիտեք ինչ ստացվեց, որ ասում եք, հա, կամ նրանք ովքեր ավելի անմիջական կապ ունեն, հա, ավելի արագանից իրենց մոտ, հենց իմ նա ում մոտ ես դասընթաց վերցրեցի, ռուս աղջիկ է, ինչ որ Ռուսաստանում ինչ որ փոքր քաղաքում է ապրում, չեմ հիշում, այ ինքը հենց այդ անմիջական կապերից մեկն է, շատ արտակարգ արագ կապ է հաստատում ինքը։ Մենք իր հետ, հենց ես Ամերիկայից, ինքը Ռուսաստանից, մեզ սկսեց թելադրվել մի գիրք, որը կոչվում է Արևի ուսմունք։ Եվ երևի դուք նախատեսում եք եւ այդ գիրքը եւս Իհարկե, հայ ընթերցողին։ Իհարկե, դա տեղի ունեմ, հա, ես ինչի դա հիշեցի, այս պահին, որովհետև իմ միտքն էր, որ ես առաջարկեցի, քանի որ դա երբևիցե չի եղել, որովհետև ես շատ վաղուց հետևում եմ այդ հաղորդատվական վիդեոներին, գրքերին, հա, ու երբևիցե չեմ տեսել, որ
process-ը, հա, ընթացքը որևէ մեկը ցույց տա։ Ես առաջարկեցի էություններին, որոնք մեզ տալիս են այդ տեղեկությունները, առաջարկեցի իսկ ինչ, եթե մենք ցույց տանք հենց այդ process-ը, թե ոնց ենք մենք այդ ամենը անում, իրանք ասեցին շատ լավ գաղափար է, ցույց տվեք իհարկե։ Ու մենք սկսեցինք, հիմա ռուսերենով մենք ունենք այդ, որը կոչվում է հենց Учение солнца, ունենք 14 թողարկումներ արդեն։ Իսկ դա ինչ է անց ներկայացնում, փիլիսոփայություն ավելի աշխարհի։ Հիմա ասեմ, Տիգրան ջան, հիմա ասեմ, որը այդ 14-ից ես առայժմ հասցրել եմ 5-ը սարքել հայերեն եւ կա image-ում, հա, image-ը կոչվում է Dilettante Laboratoria, այնտեղ կա այդ արևի ուսմունքի առաջին 5 համարները, թողարկումները արդեն հայերեն։ Հա։ Ուրեմն դա ինչի մասին է։ Իրոք նախ արևի ուսմունքը ասվեց ժամանակին, երբ ես դասընթացներ էի վերցնում, հա, որովհետև ես կոնկրետ մի էության հետ կապ հաստատեցի, որը հենց բերել է արևի ուսմունքը երկիր մոլորակ մարդկության համար վաղ ժամանակներում։ Դա առաջին փիլիսոփայությունն է եղել մարդկության համար։ Ինքը եղել է շատ մեծ փիլիսոփայություն, բայց մարդկությունը կորցրել է հիմնականում այդ ուսմունքը, մնացել է շատ փոքր մաս, որը կարելի է գտնել, ասենք, պարսկական ավեստայի մեջ, ասենք, հա։ Բայց հիմա արդեն ժամանակն է, որ մարդկությունը վերագտնի դա, որովհետև մենք արդեն ոտք ենք դրել մարդկության բարեշրջական զարգացման ավելի բարձր փուլ, շուտով մենք արդեն կանցնենք այդ փուլը մի քանի տարիների ընթացքում, հա, եւ ամեն ինչ կփոխակերպվի մեզ համար, ու դրա համար մեզ անհրաժեշտ են նոր գործիքներ այդ կյանքի համար, ինչի մասին խոսվում է այս գրքում։ Եվ արևի այդ հիմնական գործիքներից մեկը արևի դարպաս է կոչվում, որը տալիս է մեզ շատ մեծ հնարավորություններ արդեն կապ հաստատելու, ոնց որ դա մեր անտենան է տիեզերքի հետ կապի համար, հա։ Այդ գիրքը այդ մասին է։ Լավ, տեսնենք, սպասենք այդ գրքին եւս եւ վերջում ես ուզում եմ դուք խոսեք այդ փոքր գրքույկի մասին, որ դրված է ձեր առջև։ Այո։ Սա շատ հետաքրքիր պատմություն ունի, դե ես սիրում եմ թարգմանել այս Մատյան Երանոցյան նախաբանից հետո, որը փաստորեն իմ միակ գիրքն է հեղինակային, հա, մնացած բոլորը թարգմանություններ են, բայց այս տարիների ընթացքում արդեն թարգմանված են 30-ից ավել գրքեր, մեծ ու փոքր, հա, ու այն ժամանակ ես թարգմանում էի, գիտեք, Ելենա Բլավատսկայի Գաղտնի վարդապետություն գրքերը, հա, որոնք մեկնաբանությունն են մի փոքրիկ գրքի, որը կոչվում է Գիրք Ձիան։ Շատ հետաքրքիր գիրք էր, ու երբ որ դա ավարտեցի, իմ մոտ մեծ ցանկություն առաջացավ հավաքել գրադարան այդ հինավուրց գրքերի։ Նույն ես մտածեցի ինչը կարող է լինել, հա, ասենք ամենահինը, դե իհարկե շումերական, հա, գրականությունը, դե շումերականից հայտնի է Գիլգամեշի էպոսը, որը արդեն իսկ կար հայերեն լեզվով, բայց հաջորդ կամ նախորդ Գիլգամեշին նախորդող պոեմը մեզ հայտնի է դա առաջին ստեղծագործությունն է արարչագործության մասին, որը որոշված է անվանվում է Էնումա Էլիշ, դա առաջին երկու բառերն են կարծես, որը նշանակում է երբ վերևում կամ ինչպես վերևում։ Բայց երբ որ ես կարդացի այդ գիրքը, հա, հասկացա, որ ինչ-որ բաներ սխալ է ընկալված, եւ այդ Էնումա Էլիշը ինձ մոտ դարձավ Էլնումա Էլչի։ Եվ երբ որ ասում ես Էլնումա Էլչի, հիշեցնում է, չէ, մեր լինումը չի լինում։ Եվ երբ որ դա հասկացա, իմ համար դա շոկային բացահայտում էր, ու ես որոշեցի, որ անպայման պետք է թարգմանեմ։ Ընթացքում ես ուրիշ բառեր գտա, որ հենց հայերեն ակունք ունեն, որ ասենք այն պատճառով, որ հայը չի թարգմանել կամ հայերենից չի թարգմանվել, այդ սխալմունքները տարել են գիտությունը շումերական լրիվ այլ ուղղությամբ, հա, ու այդ այլ ուղղության վրա հարյուրավոր գրքեր են հրատարակվել, հարյուրավոր կարծիքներ են կազմվել, բոլորը փաստորեն անիմաստ են, երբ որ տեսնում ես իրականությունը։ Մի քանի օրինակ կբերեք ձեր գրքից։ Օրինակ ասեմ, տեսեք, ինչպես վերևում, հա, հենց դրանից։ Ուղղակի ես կարդամ այդ պահը, տեսեք, էլի, որ նախ ինչու այդ վերնագիրը թարգմանվեց ձեզ մոտ այլ ձև, ինչ որ հիմք ունեիք դուք դրա։ Այո, իհարկե, տեսեք, պատմեք դրա մասին։ Կարող ես ոչ շումերագետ եմ, ոչ բան, ես հասարակ դիլետանտ եմ, ինչպես ինձ անվանել եմ, հա,
Բայց շատ բան էր, ոնց որ այդ նորատեսությունը ինձ աչքս մի տեսակ սրացրել է։ Հիմա կարող եմ ցույց տալ այս վերևում շումերական սեպագրերը հենց դա է որ նշանակում է հենումը էլիշ։ Այն ժամանակ ես կարծում էի որ շումերները ձայնավորներ չեն ունեցել։ Հիմա կարծես թե այդ կարծիքը սխալ է, բայց դա հիմք դարձավ։ Ու ես զարմացա թե ինչի այս տարը եթե ձայնավորներ չեն ունեցել, ինչի այս տարը է, հա, է։ Ինչ է դա։ Հետո ես նկատեցի, որ այդպես 4-րդ տարն էլ բացարձակապես նույն տարն է, որը այստեղ արդեն էլ է, հա։ Ասում են ոմանք մեր շումերագետները, ասում են, որ դա էլ է, իսկ հաջորդը լիշ է։ Բայց ես դա հետո իմացա, արդեն հիմա սխալ էր, սխալ չէր, ես որոշեցի պահպանել սա, որովհետև գիտեք, մեր շումերագետները նույնպես ոչ թե ասենք վերցնում են այս սեպագրերը վերցանում են իրենք, այլ վերցնում են արդեն վերցանված լատինատար նշանակությունները, հա, եւ սրա վրա այդ լատինատար տեքստն իրանք փորձում բացահայտել հայերեն տարբերակով, հա։ Դրա համար ես մտածեցի, որ փաստորեն իմ կարծիքը շումերագետների կարծիքից այդքան էլ, ասենք, սխալական չի, էլի, հա։ Մի խոսքով, ուրեմն երբ որ սա տեսա որ սա էլ է ինձ համար, ես որոշեցի այստեղ էլ լտարը ավելացնել, հա, այսինքն ոչ թե էնումա, այլ էլնումա։ Երկրորդ կետը, ես գիտեի, որ ձայնավորները դրվում են կամավոր, բաղաձայնից առաջ կամ հետո, այսինքն ըստ նրա թե ինչա գրված, համապատասխան ձայնավոր է դրվում։ Այդ պատճառով դա կարելի էր փոխել, ինչ որ կեր, եւ այս տառը վերջին տառը, որը լատինատար գրվում է S, նրա վրա դրվում է թռչնակը, ու այդ տառը կարելի է կարդալ S, Չ, C, C, Z, Չ, բոլոր այդ բաղաձանները հենց այդ S տառի տակ կարելի է տեղադրել։ Ու քանի որ ես տեսա թե ինչա տեղի ունենում, որովհետեւ հաջորդ երկու տառը այդ լատինատար գրականության մեջ նրանք լա նա է գրված, լա նա է գրված։ Քանի որ արդեն տեսավ իմ աչքը թե ինչ եմ ուր եմ ես հասել, այստեղ շ-ի փոխարեն ես դարձրեցի շ, չ, դարձրեցի չ եւ փոխեցի ձայնավորը։ Այնտեղ իշ էր, ես դարձրեցի չի, որ լրիվ դրամաբանական է անել։ Այսինքն իրենց կանոնների մեջ։ Հա, իրենց այդ դա արդեն իրենց կանոնների մեջ է։ Եվ հաջորդ երկու տառն էլ ավելացրեցի։ Այնտեղ լանա ես դարձրեցի լի նու, որովհետև էլի իրենց կանոնների մեջ է, հա։ Եվ դարձավ էլնումա էլ չի լի նու։ Այսինքն լինումա չի լինում։ Փաստորեն հայերենի իմացությունը շումերերենի տեքստի վերցանման ժամանակ այստեղ իր գլխավոր դերը կատարել։ Իհարկե։ Բայց եթե խոսքը մենք գիտենք, որ մեր ստուդիայում եղել է Դավթյան Արմենը, որոնք որ ամբողջ շումերական տեքստեր հայերեն տարադարձություն հայերեն կարդալով շատ արմատներ են գտել։ Հիմա այս երկի մեջ դուք էլի գտել եք ինչ որ բաներ, որ կարելի է հայերեն կարդացվել եւ լատինատար կարդալով իմաստ են գործել դրա մեջ։ Այո, այո, հիմա կասեմ, բայց ուզում եմ սա ցույց տալ, թե ինչ ստացվեց, հա, որովհետեւ իրոք գեղեցիկ է, հա, այդ ամենասկիզբը, հա, որը հենց մեր հայկականորեն է, հա, հնչում, ու կտեսնեք, որ արդեն մեր պատմության միջից էլ կա այստեղ, այն մեր գիտելիքների միջից, հա։ Հիմա պոեմից եք կա։ Հա, հենց պոեմի սկիզբը, առաջին սալիկը։ Էլնումա էլ չի լինում, վերևում երկինք չի լինում, ներքևում գետին չի լինում։ Եվ Աբզուն առաջնացին, ամենացին, եւ Թիամատը, Քաոսը, մայրն իրենց երկուսի, իրենց ջրերը միասին խառնեցին։ Եվ դաշտեր չկային դեռ գցած, եւ եղեգնիկ էլ չկար ծիլ տված։ Հիշում եք եղեգնիկը, հա։ Շատ ծանոթ, այո, բան է։ Երբ չկային աստվածներ եւ ոչինչ արարված չէր, եւ ոչինչ անվանված չէր, եւ ոչինչ նախանշանակված չէր։ Այն ժամանակներում երկնքի ընդերքում ծնվեցին աստվածներ։ Սա սկիզբն է։
Սա փաստորեն վերցված է հենց բանից նշաններից, այո։ Ոչ, սա սեպագրերից չի վերցված, սա ես թարգմանել եմ անգլերեն եւ ռուսերեն տեքստերից, իհարկե, հա, բայց երբ որ հասկացա, որ բոլորը վերցնում են լատինատար արդեն նշաններից, հա, ու դրանք են վերցանում հայերեն, ես որոշեցի, որ հա իհարկե սա դեռևս խաղալիք է, սա լուրջ չի, ես լրիվ հասկանում եմ, հա, բայց գոնե այս անլուրջ գրքույկը թող ունենան հայերը, հա, որովհետև շատ գեղեցիկ պատմություն է այս ամեն ինչը, հա, գոնե թող անլուրջին տեղեկանան, քանի կգտնվի մեկը, որ լուրջ աշխատանք կկատարի դրա վրա, որովհետև փաստորեն բոլոր կրոնները հիմնված են հենց այս գրքույկի վրա։ Այստեղ կա եւ Նոյը օրինակ, եւ ջրհեղը, չէ, հա, Վահագնը կա, Նոյը Գիլգամեշներ, ես մոռացա, կներեք, հա, ու ասեմ, այն կարևոր բառը, հա, որը էլի շատ շոկային բացահայտում էր ինձ համար, բայց այդ բառը ասելու համար ես պետք է մի փոքր պատմեմ, այո, խնդրեմ, հա, տեսեք, այստեղ Թիամաթը եւ Աբզուն, հա, հայրը եւ մայրը ոնց որ աստվածների ստեղծում են աստվածներ, ուրեմն այս աստվածները շատ աղմկոտ են լինում, երիտասարդ երևի աստվածներ բան, հա, եւ որ գլուխը տանում են, ասում է չէ, այս վիճակը դուր չի գալիս, ես իրանց պետքա սպանեմ, բայց նրանցից մեկը ավելի խորամանկ է գտնվում եւ սպանում է Աբզուին, դա Հայան էր։ Կամ Էնկին, կամ Էան, հա, որը բազմաթիվ անուններ ունի։ Որոշ ժամանակ անց մյուս աստվածները համոզում են Թիամաթին, որ այդպես չի կարելի, որ այնուամենայնիվ ինքն է առաջինը, ինքն է բոլորին ծնողը, հա, պետք է իշխանությունը վերցնի իր ձեռքը։ Համոզում են Թիամաթին, նա ընտրում է աստվածներից մեկին, կարկում է իրեն ամուսին, ստեղծում է բազմաթիվ զենքեր, ամանատարբեր մարդկարիչներ, մարտոցեր, չգիտեմ, քամիներ եւ այլ, հա, ու սովորեցնում է Քինգուին, դրա անունն էր Քինգու, թե ինչպես կառավարել դա, եւ ասում է, ու ես թարգմանում եմ անգլերենից ու ռուսերենից, հիմա ռուսերենը ասեմ, հա, ինքը ասում է, ես արեցի այդ ամեն ինչը, հա, ты теперь единственный умелый, который может всем этим управлять, и заодно ты будешь управлять и над անունակами։ Ու ես թարգմանում եմ, հա, ստացվում է ինձ որ հիմա դու միակ ունակն ես, որ գիտես ամեն ինչը, հա, ասենք, հիմա չգտնեմ այդ տեղը չկարդամ, մոտավորապես ասեմ, հա, հիմա դու միակ ունակն ես, որ անունակներին պետք է կառավարես։ Հիմա թարգմանիչները, Զաքարիա Սիչին եւ այլն, դրանց անվանելն էլ անունակներին անվանում են կամ այլ մոլորակայիններ, կամ աստվածներ, որոնք ստեղծեցին մարդկանց ստրկացնելու համար։ Այսպես է վիճակը։ Իսկ ստացվում է, որ դրանք ուղղակի մեկը Քինգուն ունակն էր, հա, որ սովորել էր ամեն ինչին, մնացածը անունակ է։ Փաստորեն հայերեն լեզվով այդ ամբողջ ամեն ինչ տրամաբանական իր տեղն է։ Այո, ես իրենց անվանեցի անունակ Զաքարիա Սիչինովիչներ, որովհետև այդ միտքը հենց Զաքարիա Սիչինից է գալիս, որը կամ հայերեն չգիտեր, կամ չէր ուզում իմանալ, հա, հայերեն։ Շատ եւ ապացուցվում է դա հետագայում, որովհետեւ երբ որ մարդուկ է հայայի որդին, հա, որը միակներ, որ գնաց Թիամաթի դեմ, հաղթում է Թիամաթին, սպանում է Թիամաթին եւ Թիամաթի մարմնից կառուցում է արդեն ֆիզիկական տիեզերք, հա, նյութական տիեզերքը, մոլորակներով, բանով, հա, դա արդեն ցույց է տալիս, որ անունակներին այլ մոլորակայիններ անվանելը absurd է լեոկատար, որովհետև եթե իրանք այլ մոլորակային էին, իսկ մոլորակ չկար, չկար նյութական տիեզերքը, ինչպես կարելի է խոսել այլ մոլորակային մասին, հա, ու հաջորդև, երբ որ ինքը արդեն սկսում է կառավարել մարդուկը, անունակները ոչինչ չեն ստեղծում։ Նա ուղղակի կարգում է, ասում է 300-ին կարգեց երկիրը կառավարել, 300-ին կարգեց երկինքը կառավարել։ Ընդամենը անունակների կատարած գործը։ Շատ հետաքրքիր է։ Եվ ես ուզում եմ մի երկու բառի մասին էլ ասել, որ շատ չերկարացնեմ, հա, դա ոչ թե այս գրքից է, ուղղակի երբ որ ես սկսեցի այս գրքի պատճառով, երբ որ ես սկսեցի հետաքրքրվել շումերներով, լիքը տեց բառեր կտա, որ թարգմանեցի արդեն ինքս, հա, տեսա թե ինչ թարգմանեմ, երկու բառի մասին եմ ուզում ասել, որը շատ հետաքրքիր է։ Ուրեմն ասվում է, որ շումերները
ունեին երկու լեզու, M-ագիր և M-էսալ, որը դրանցից մեկով խոսում էին բարձր ազնվական կարգը, մյուսով խոսում էր հասարակ մարդկությունը, ցածր խավը։ Սա ի սկզբանե մի տեսակ տարօրինակ էր ինձ համար, էլի, որովհետև խոսում ենք առնվազն 6000 տարի առաջվա մասին, մարդկության մասին, հա։ Մենք ինչպես գիտենք, համատարած կրթությունը տարածվել է մոտավորապես Լենինի լամպի հետ, չէ՞։ Մեր կյանքում։ Այսինքն մինչև այդ ոչ բոլորն էին, որ ի վիճակ էին կրթվել, հա։ Ոչ բոլորն էին, որ գրել կարդալ գիտեն։ Արդեն 6000 տարի հետո սրանից, հա, շումերներից։ Իսկ այդ ոնց պատահեց, որ շումերների մոտ բոլորը գրագետ էին։ Միթե աբսուրդ չի դա։ Իսկ ինչ են գրագետը, որ խոսում են տարբեր լեզուները։ Հա, եթե մեկը ուներ օգտագործում էր մի լեզուն, ասենք M-էսալը, մյուսը օգտագործում էր M-ագիրը, հա, значит նշանակում է, որ ու ասվում է, էլի, որ մեկը բարձր խավներ խոսում, մեկը ցածր խավը։ Հա, այսինքն համատարած գրագիտություն էր, հա, բոլորը գրել կարդալ գիտեին։ Այդ ո՞նց է լինում, էլի 6000 տարի առաջ գիտեին, իսկ մենք 100 տարի առաջ ենք դարձել բոլորս գրագետ։ Ու ես չեմ ընկալում կապը գրել գրագիտության եւ խոսելու հետ, գուցե Դե գրի մասին ենք խոսում, մենք գրի մասին ենք խոսում, ոչ թե լեզվի։ Հա, մենք երբ որ խոսում ենք մեր հայերեն գրի մասին, մենք ասում ենք մենք ունենք գրաբար եւ աշխարհաբար, չէ՞։ Տեսեք, այ հենց սրա վրա ես կենտրոնացա։ Շարունակեք, հա, որովհետև ես չգիտեմ ուրիշ լեզու, ես հա բան չեմ, բանասեր չեմ, լեզվաբան չեմ, իմ գիտելիքների մեջ չկա մի հատ այլ լեզու բացի հայերենը, որը ունի երկու լեզու։ Ես նախկինում կարծում էի, որ գրաբարը մեր հին լեզուն է, աշխարհաբարը նոր լեզուն է, բայց իմ եղբոր կինը, որը բանասեր է, ինքը ինձ ասաց, որ գրաբարը մեր գրելու լեզուն է եղել, իշխարաբարը խոսելու լեզուն։ Եվ մինչև օրս չէ, որ այդ հոգևոր եկեղեցական գրքերը հենց գրաբարով կան։ Դա էլ մի հատ շեշտում դրեց, որ ես հասկացա դրա ճշմարտությունը նույնպես եւ ավելի հասավ բերեց դա այս M-ագիր եւ M-ասալին, որովհետեւ տեսեք, M-ագիր, հա, M-ագիր, գիրը հենց գրելն է, չէ՞։ E-գիր հիմա 6000 տարի առաջ կարող է այդ N դրվել է ոչ թե վերջում, այլ սկզբում։ Այսինքն E-գիր M-ագիր մենք կարող ենք կարդալ գրում M։ M-ագիր գրում M, չէ՞։ Լրիվ տրամաբանական չի։ M-էսալ ասում M։ Այսինքն գրավոր խոսք եւ բանավոր խոսք, հա, ինչպես մեր մոտ, հա, M-ագիր եւ լրիվ մեր բառերն են, փոխարինել ոչինչ պետք չի։ Չէ՞։ Մինչև այսօր էլ կան բարբառներ, որ ասում ասալ եմ, եկալ եմ, էթալ եմ, չէ՞։ Լրիվ նույնն է, հասկանում եք։ Սա այդ այն ինչ որ կթա դրանց այդ մեկի էլի որ համարյա կատված է ստանում որ գտնում ես տես բան, այդ վիճակներ են։ Մի խոսքով, դա էլ մի այլ տարածք է, որը արտակարգ հետաքրքիր տարածք է, բայց դա ցավոք իմ տարածքը չի։ Այնպես որ ես կարծում եմ, որ սրանով կբավարարվեմ, ես արդեն շումերական տարածքում, հա։ Իմիջիալուց սա շումերական պոեմի ակադական պարբերակն է, շումերական տեքստը մեզ չի ասել, բայց իմ համար գիտեք, այդ շումերական, ակադական, հուրիական, ուրարտական եւ այլ, հա, այդ բոլոր որ մենք բաժանում ենք, գիտեք ինչի է նման։ Պատկերացրեք Ամերիկայի Միացյալ Նահանգները, որ 50 հատ նահանգ ունի, հա, մի 5000 տարի հետո ասենք Ամերիկա չկա, մեկ էլ սկսում ենք այդ տարածքը փորփրել ու բացահայտում ենք, ասենք, այ այստեղ Կալիֆոռնիա պետություն է եղել, այ այնտեղ ասենք Կոլորադո պետություն է եղել եւ այսպես շարունակ։ Դե իհարկե բարբառները իրոք տարբերվում են, օրինակ իմ դուստրը կնոջս հետ գնացել էին Նյու Օրլեան, ասում են հազիվ էին հասկանում այնտեղի ժողովրդին, որտեղ ահավոր տարբեր է բարբառը, հա, այն կողմի։ Ինչ պարտադիր է, որ ասենք այդպես չլինի, որ այդպես չի մեր տարածքում, հա, այդ հայկական լեռնաշխարհի տարածքում։ Ես կարծում եմ, որ հա, իմիջիալուց 19-րդ դարում, երբ որ սկսվեց այս տեքստերի վերծանությունը, այն ժամանակ հիմնականում գերմանական, ավստրիական շումերագետներն էին, հա, այն ժամանակ կար այդպեսի խոսակցություն, որ այս բոլոր տեքստերը, սեպագրերի տեքստերը ունեն մի աղբյուր, եւ այդ աղբյուրը հիմնական սկզբնաղբյուր, եւ այդ սկզբնաղբյուրը ամենայն հավանականությամբ հայերենն է։ 20-րդ դարում այդ ամեն ինչը փոխվեց ու մոռացվեց այդ մասին։
Հետաքրքիր ուսումնասիրության տեղ է, ես կարծում եմ, որ մեր գիտնականները, մեր շուներագետները պիտի այնուամենայնիվ այս մտքերը, որ դուք արտահայտում եք, ուշադրության առնեն եւ փորձեն հասկանալ, թե ինչ է իրականում տեղի ունեցել, բայց այն, որ միտումնավոր ուրեմն փորձում են հայկական մշակույթը, հայկական գիրը, հայկական խոսքը ուրեմն նվազեցնել, իրենց կարևորությունը իջեցնել, անգամ հայերին հայկական լեռնաշխարհից դուրս սկսել որպես ոչ ախտոխտոն ժողովուրդ, հիմա դա մեր հարևանների կողմից ակտիվորեն կատարվող գործողություններ են, ես կարծում եմ, որ գիտական ուսումնասիրությունները ու փաստերը կասեն իրենց խոսքը եւ ճշմարտությունը այնուամենայնիվ այդպիսի ձևերով կոչել չի լինի վերջի վերջո այդ բոլոր սեպագիր արձանագրությունները կկարդացվեն իրենց բնագրով եւ կհասկացվի ինչպես են դրանք եղել իսկ այդ գաղափարը որ դուք տվեցիք շումերական, աքադական եւ այլն որպես բարբառներ կամ իրարից մոտիկ լեզուներ, այո, դա եղել է եւ հիմա դա շատ այսպես հաջողությամբ մոռացել են։ Հա, ես համոզված եմ դրանում ու ավելին ասեմ, ես տեսնում եմ, որտեղ ուշադիր եմ այս վերջին 20 տարիները, հա, ուշադիր եմ այդ հարցում, ես տեսնում եմ, որ տեսեք մենք չենք խոսում մեր մասին, մենք ամաչում ենք խոսել մեր մասին, հա մենք համարում ենք գոռոզամտություն է դա խոսը, որ մեր անտեղյակության մեջ գոռոզամտություն ենք համարում մեր մասին խոսելը, բայց այդ գոռոզամտության մեջ մի բան կա թաքնված, ինձ թվում է, որ մեր գենի գիտակցությունն է դա անում, հա, մենք չնայած մոռացել ենք այդ ամենը, բայց մեր գենը մեզ ստիպում է դա անել, հա, եւ այդ պատճառով, քանի որ իմ հետաքրքրությունների մի մասն էր փորձել գտնել մեր ակունքները, քանի որ ես չեմ համարում, որ հայկը սկիզբն է, հա, այդ տարածքում ես հասկացա, որ հայ չի նշանակում ազգություն, հայ նշանակում է մարդկություն առաջին հերթին։ Ու դրանից հետո ես ասացի նաև, կամ կարող է դրանից առաջ էր, հա, ժամանակների մեջ այդ ամեն ինչը կարող է փոխակերպել, ես ասացի մի կարևոր բան էլ, որ հայ լինելը մեր հպարտությունը չէ, հայ լինելը մեր պատասխանատվությունն է։ Շնորհակալություն ձեզ, պարոն Առաքելյան, հետաքրքիր զրույցի համար, կարծում եմ մեր հեռուստադիտողներից շատերը կհետաքրքրվեն այս զրույցով, հուսամ մենք էլի հնարավորություն կունենանք ձեզ հետ շփվել եթերում, մաղթում եմ մեր հեռուստադիտողներին ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։